Անգետիկն ու տգետիկը։ Ու այսպես 7 տարի։ Մի տեսակ տգետ ու տգեղ շաբաթ ստացվեց։ Ինչ Նիկոլ Փաշինյանը 2018-ին եկավ իշխանության, Հայաստանն արդեն 7-րդ տարին անընդմեջ մնում են նույն դասարանում։ Արցախին ընդհանրապես հեռացրին դպրոցից։ Երևի պատճառն այն է, որ Փաշինյանն իրեն ավելի լավ է զգում փոքրերի հետ, այսինքն փոքր մարդկանց հետ, մեծերի հետ ուժը չի պատում կամ կրթական մակարդակը չի ներում։ Դրա համար էլ գերադասում է մնալ նույն դասարանում։ Մի հատ էլ հեծանիվ են երեխուն առել, որ գոնե դրանով ուրախանա։ Գնում է դպրոց, հետո գալիս տուն ու հեծանիվ քշում։ Այնքան վարժ է քշում, որ հավեսի է գցել նույնիսկ Արծրուն Հովհաննիսյանին։ Տեղեկատվական դաշտում որերորդ տարին նույն դասարանում մնալուց հետո սա էլ անցավ խաղալիքներին։ Հեծանվավազքում Փաշինյանի դամն է պահում, ազատ ժամանակ էլ սրտիկում, լայքում ու համբուրում Նիկոլի ու Աննայի ստատուսները։ Այսենց ամեն տարի նույնը կրկնում են։ Իզուր չեն ասում, կրկնությունը տգիտության հայրն է։ Կիսելը կիսեք։ Նույնն էլ Գյումրիում եղավ։ Այնտեղ Վարդան Ղուկասյանը կրկնվեց։ Ներքաղաքական դաշտում էլ Սերժ Քոչարյան հակասությունների կրկնությունն է։ Չգիտենք, թե ինչը չեն կիսել իրար հետ։ Մեզ թվում էր այն լավ ժամանակները ամեն ինչ, սկսած բենզինից, վերջացրած քաղաքական դաշտից, լրիվ հալալ կիսել են։ Պիտի որ գոհ ու երջանիկ լինեն։ Համա ինչ որ բան դեռ մնացել է։ Դե կիսել եք, կիսել խմեք։ Չնայած մի ոլորտ կա, որտեղ կիսելը ոնց որ թե արդար չի եղել, դա մեդիա դաշտն է։ Այստեղ քոչարյանականներն ահռելի փայ ունեն, որ ալիքը բացում ես Քոչարյանի գովքն է, իսկ եթե չեն գովում, ուրեմն իշխանական ալիք է։ Սերժ Սարգսյանի եղած-չեղածն էլ մի հատ Միքայել Մինասյան էր, էն էլ Абонент временно недоступен. Перезвоните позже. The subscriber is not available now. Please call back. Ավելի լավ է մնացեք նույն դասարանում, սովորեք դասականներից։ Իզուր չեն ասում, կրկնությունը տգիտության հայրն է։